Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալում չարությունը կարծես սահմաններ չի ճանաչում, եւ այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ պատրաստ տրորել անգամ ամենասուրբ զգացմունքները հանուն սեփական վրեժի։ Լպրծուն եւ խորամանկ Պապկենը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Նրա միակ նպատակը կարծես իր հարազատ զավակների կյանքը դժոխքի վերածելն է, եւ ամենասարսափելին այն է, որ նա այդ ամենն անում է իր սեփական մոր ձեռքերով։ Արշակի հետ հերթական ծանր վեճից հետո Պապկենը հանդիպում է տատիկին հենց շենքի մոտ եւ դնում է իր դիվային պահանջը։ Նա հրամայում է մորը, որպեսզի վերջինս անընդհատ հոգեբանական ճնշում գործադրի Էլիզի վրա եւ նրա մտքում կասկածի սերմեր ցանի Շուշանի մահվան վերաբերյալ։ Պապկենի նպատակն է ստիպել Էլիզին հավատալ, որ իրենց մայրը մահացել է ոչ թե ծննդաբերության ժամանակ, այլ Արշակի ձեռքով։ Թեև տատիկը սկզբում զարմանում է եւ նույնիսկ փորձում հանդիմանել որդուն նման ստորության համար, բայց ի վերջո համաձայնում է։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս կինը կորցրել է իր բարոյական կողմնացույցը եւ պատրաստ է կործանել թոռան հոգեբանությունը հանուն որդու հիվանդագին ծրագրերի։ Մինչ Պապկենը քանդում է Էլիզի ներաշխարը, Մագդան ապրում է իր կյանքի ամենամեծ սարսափը։ Նա վախեցած եւ շնչակտուր վերադառնում է տուն եւ Արշակին պատմում այգում տեղի ունեցածի մասին։ Պարզվում է, որ վերջին վայրկյանին Նորոն ու Էդոն հասել են եւ փրկել նրան Կարենի ճանկերից։ Սակայն այս սթրեսային իրավիճակը Մագդայի մոտ սխալ հետևությունների տեղիք է տալիս։ Նա լիովին համոզված է, որ Կարենի հայտնվելը պատահականություն չէր եւ որ հենց Լանան էր կազմակերպել այդ ամենը։ Մագդան վստահ է, որ Լանայի նպատակները մաքուր չեն, ինչը նշանակում է, որ Կարենի արարքը վերջնականապես ոչնչացրեց մայր եւ աղջիկ հարաբերությունները վերականգնելու որևէ հույս։ Բայց Մագդայի գլխավոր անհանգստությունը հիմա Նորոն ու Էդոն են։ Իմանալով իր սիրելիի տաքարյուն բնավորությունը, նա սարսափում է այն մտքից, որ տղաները կարող են լուրջ ֆիզիկական վնաս հասցնել Կարենին եւ դրանով իսկ կործանել իրենց սեփական ապագան ու հայտնվել ճաղերի հետևում։ Նա աղերսում է Արշակին անհապաղ գործել, գտնել տղաներին եւ կանխել անդառնալի ողբերգությունը։ Իսկ ողբերգությունը ցավոք արդեն շատ մոտ է, բայց բոլորովին այլ սցենարով։ Նորոն եւ Էդոն Կարենին տեղափոխում են ինչ-որ գաղտնի տարածք եւ պահում այնտեղ։ Ինչ-որ պահի Նորոն ստիպված է լինում ժամանակավորապես դուրս գալ տարածքից։ Քիչ անց նա զանգահարում է Էդոին, ստուգելու իրավիճակը։ Էդոն, ով չափազանց վստահ է իր ուժերի վրա, հանգստացնում է ընկերոջը, վստահեցնելով, որ ամեն ինչ լիովին վերահսկողության տակ է եւ անհանգստանալու կարիք չկա։ Բայց սա նրա կյանքի ամենամեծ եւ թերևս ճակատագրական սխալն էր։ Հենց այդ նույն վայրկյաններին, օգտվելով Էդոյի ուշադրության շեղումից եւ ինքնավստահությունից, Կարենը գործի է դնում իր մոտ թաքցրած գրպանի դանակը։ Սա աննկատ կտրում է իրեն կապող պարանները եւ հարմար պահ որսալով երկաթե ծանր մահակով հարվածում է Էդոյի մեջքին։ Հարվածն այնքան անսպասելի եւ ուժգին է լինում, որ Էդոն անմիջապես ընկնում է գետնին։ Կարենը առանց հետ նայելու դիմում է փախուստի, թողնելով Էդոյին անօգնական վիճակում։ Այսպիսով իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Արդյոք Էդոն լուրջ վնասվածք է ստացել։ Եվ ինչ կանի Նորոն, երբ վերադառնա ու տեսնի արյունալի տեսարանը։ Կհասցնի Արշակը գտնել նրանց մինչև Նորոյի հերթական անկանխատեսելի քայլը։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի առաջինը իմանաք, թե ինչպես է հանգուցալուծվելու այս շիկացած դրաման։ Շնորհակալություն դիտելու համար։